Պարոն Փայտյան, նախ հասկանանք ինչու եք որոշել Էջմիածնում իշխանություն ստանձնել, մասնակցել ընտրություններին, որն է պատճառը։ Կոնկրետ պատճառը իշխանություն ստանձնելը չի, առաջնային խնդիրը գործող իշխանությանը հեռացնելն է ասպարեզից, քանի որ ինքս 20 տարի ծառայության ստաժ ունեմ զինվորական եւ տեսնում եմ ինչ է կատարվում ժողովրդում, ժողովուրդը ինչ է անում գործող իշխանությունը գնալով տանուլ են տալիս ամբողջ Հայաստանը հանձնելն է արդեն sense երևում քայլ առ քայլ հանձնում են։ Մեր նպատակը գործող իշխանությանը հեռացնելն է, որպեսզի այս եղած Հայաստանը պահել, կարողանանք պահել։ Եվ քանի որ սկսեցիք հենց Հայաստանի գոյության հետ կապված հարցից, շուրջ 12-13 նաև թեմի առաջնորդով հոգևորականների բերման են ենթարկել, արդեն մի մասին ձերբակալել են։ Այս առումով ինչ է կարծում, արդյոք սա ինչ-որ ձևով կազդի այս ընտրությունների վրա։ Բնականաբար այո, ազդեցություն կունենա թե դրական, թե բացասական որոշ մասսայի համար, հիմնականում պիտի որ ժողովուրդը հասկանա եւ տեսնի նման ոտնձգությունները, մենք ասել ենք ու ասում ենք, նման ոտնձգությունները Սուրբ Առաքելական եկեղեցու, համայն հայության եկեղեցու վրա անընդունելի են։ Մենք դատապարտում ենք նման քայլերը։ Եվ ձեր ասացի համաձայն 12 հոգի կալանավորել են, այս պահին էլ երկուսը դեռ կալանքում են սրբազանները, որոնց ճակատագիրը դեռ որոշված չէ, չնայած հուսանք, որ գործող իշխանությունը կհեռանա, այս մարդիկ կարդարացվեն։ Անընդունելի է եկեղեցու վրա հարձակումը, դատապարտելի է ուղղակի։ Դուք ընտրությունների մասնակցում եք հստակ, արդեն այսպես բաժանումը դրված է, ովքեր իշխանական են, իշխանության թեկնածուի դեմ։ Կան 9 քաղաքական ուժ է մասնակցում, 8 կուսակցություն, 1 դաշինք, կան հստակ ուժեր, որոնց հետ բացառում եք ընդհանրապես համագործակցությունը։ Այո, բացառում եմ քաղաքացիական պայմանագրի հետ, կան ուժեր, որոնք հայտարարում են, որ ընդդիմադիր են, մեր նախնական տվյալներով չեմ ուզում դեռ բարձրացնել, բայց կան եւս 2-3 ուժ, որոնք նույն քաղաքացիական պայմանագրի ուղին են բռնել։ Դեռևս չեմ ուզում հայտարարեմ, որոնք են, քանի որ 100%-անոց ինֆո չունենք։ Դուք մտահոգություն չունեք, որ իշխանությունը ընդդիմադիր թեկնածուների հանդեպ սկսի ճնշումներ, իշխանությունը կարող է ձեր հանդեպ էլ ճնշումներ գործադրել։ Բոլորն էլ մտահոգություն ունեն, ճնշումները կան, կլինեն ու դեռ գնում են, քանի դեռ իշխանությունը գործող քաղաքացիական պայմանագիրն է, բազմիցս եւ լսում ենք եւ լսել ենք ժողովրդի հանդեպ բոլոր թեկնածուների բարեկամներին, հարազատներին, այսպես ասած, գործից են հեռացնում, մյուսին, չգիտեմ, այլ ճանապարհով են վախեցնում, իմ նկատմամբ չեմ բացառում, բայց վախենալու բան չունենք, ես վախենում եմ միայն Աստծուց։ Այդքան է։ Եվ բացի իշխանական թեկնածուի դեմ պայքարից եւ իշխանությանը հեռացնելուց, Էջմիածնում ինչ եք ուզում փոխել, ինչն է առաջնային խնդիրը ձեր կարծիքով այստեղ։ Առաջնայինը այս պայծրությամբ ոչ միայն Էջմիածինը, ամբողջ խոշորացված համայնքը, ինչքան տեղյակ եք, եւս 17 գյուղ միացել են համայնքին։ Մեր գործող իշխանությունը ժողովրդին անընդհատ սենց մեջ բերեմ ասֆալտ, չէ, այսօր ժողովրդի մեծ մասը ինձ թվում է 80-ից 90%-ը դուք երևի մտնում եք խանութ, մենք էլ ենք մտնում խանութ, մտնում ես 20,000 դրամի ծախս ես անում, մի փոքր տոպրակա տանում ես տուն։ Այս ժողովրդի բարեկեցությունը, լավ ապրելը ասֆալտով չի որոշվելու։ Գյուղացին, չգիտեմ, ջերմոցային տնտեսություն ունի, հողեր են մշակում, բայց բոլորը համտեսված են։ Գյուղացուն ասֆալտը չի, որ պետք է։ Գյուղացուն պետք է օգնել ջերմոցային տնտեսություն զարգացնի, իր գյուղատնտեսությունը զարգացնի, անասնաբուծությունը եւ այլն եւ այլն։ Այդ վերափոխումները ուզում ենք բերենք առաջ, մեր ծրագրերում կա, նախընտրական ծրագրերում կա, մենք այդ ծրագրերը կհայտարարենք նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ինչ ձևով եք մտադիր քարոզարշավը իրականացնել, համայնքներ այցելելով, թե այլ ֆորմատ, ինչպես է լինելու։ Բնականաբար բոլոր համայնքները գյուղ առ գյուղ, տուն առ տուն ֆորմատով
մասնակցելու ենք, մեր հետ կմասնակցի նաև Ժառանգության կուսակցության խորհրդի նախագահ Ռաֆի Հովհաննիսյանը, դե կարծում եմ բոլոր գյուղերը պիտի որ հասցնենք, ճիշտ է ծավալուն աշխատանք է, 17 գյուղ համայնքը մեծացել է, բայց կփորձենք հասցնել, ժողովրդին հասցնել մեր տեսլականը ու գնանք առաջ։ Քանի որ ժառանգությունով եք առաջադրված, դուք կուսակցական եք, թե պարզապես այս կուսակցությունով առաջադրվել եք։ Կուսակցությունով դեռ առաջադրվել եմ, կուսակցական չեմ, անկուսակցական եմ, բայց մեր բոլոր ավականների մեծ մասը կուսակցական են, բայց միտում կարող է լինի դառնանք նաև կուսակցական։ Եվ ձեր հնարավորությունները, շանսերը որքան եք գնահատում եւ տեսնում եք արդյոք հնարավորություն միասնական ընդդիմադիրներով իշխանությանը զրկել կմիանաք, այսինքն եթե դուք ցածր հավաքեք մյուս ընդդիմադիրներն ավելի շատ կմիանաք նրանց, որպեսզի իշխանություն այլևս քաղաքացիական պայմանագիրը չլինի իջմիածնում։ Ես որպես այդպեսին ձեր հարցին արդեն պատասխանել եմ, մեր համար առաջնային նպատակն է գործող իշխանությանը հեռացնելը ամեն քայլով կապ չունի ով կանցնի, ով չի անցնի, բնականաբար եթե այս ազգը նույն նպատակը ունի, բնականաբար միանալու ենք անպայման, որպեսզի գործող իշխանությանը հեռացնենք մեր շարքերից։ Խոյ համայնքը միավորվեց Էջմիածնի հետ, տեսակետ կա, որ սա հենց արվել է իշխանական տեխնացուի համար, որովհետև Խոյ համայնքը համարվում է Արգիշտի Մեխակյանի շատ քվեներ ունեցող համայնքը։ Այս առումով ինչ է կարծում, արդյոք հենց դրա համար էր այդ միավորումը։ Դե միանշանակ այո, նպատակը դա է եղել, ոչ միայն դա, քանի որ օրենսդրությունը նախընտրական պահանջում է, որ ցանկացած քաղաքացին, որը ցանկություն ունի մասնակցելու ընտրություններին, պարտավոր է գրանցված լինի առնվազն 6 ամիս, իսկ Արգիշտի Մեխակյանը բնականաբար գրանցված է իր համայնքում, Խոյ համայնքում է գրանցված, բնականաբար եւ դա եւ քաղաքացիական պայմանագրի նպատակները այնտեղից ձայն փախցնելը։ Եվ Արցախահայությունը եւս այս համայնքում բավականին շատ է, այստեղ են նաեւ արցախցիները հիմա ապրում։ Դուք ունեք որոշակի տեսլական այդ առումով արցախցիներին ինչպես կարող եք այստեղ իրենց պայմանները լավացնել եւ ընդհանրապես Արցախ վերադարձի, Արցախի մասին ինչ կարծիք ունեք։ Եկեք գլուխ չգովանք, բայց կարծում եմ եւ այսպես ասեմ, երազանքս է մի օր Արցախը հետ բերեն։ Արցախցիների համար մեր նախընտրական ծրագրում նաև ունենք տեսլական, որ վերաբնակեցումը կազմակերպվելու է բոլորի համար, չգիտեմ ոնց ասեմ, եւ լուծվելու են բնակեցման հարցերը, ինչ ճանապարհով ոնց նորից եմ կրկնում մեր ծրագրով կներկայացնենք, ինձ թվում է ընդունելի կլինի բոլորի համար, բայց Արցախը մերը լինելու է, կա ու լինելու է։